Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արման Մովսիսյանն եմ Լոս Անջելեսից։ Այսօր զրուցելու ենք մի այնպիսի մարդու հետ, որ ներկայացնելու կարիք չունի։ Սարգիս Ստեփանյանի հետ ենք զրուցելու։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում է այստեղ եւ ես հնարավորություն ունեմ եւ գրկելու եւ շփվելու նրա հետ։ Կարծում եմ հետաքրքիր զրույց կստացվի։ Սարգիս ջան, ողջույն, ինչպե՞ս եք։ Ողջույն Արման ջան, շնորհակալ եմ։ Լավ, փառք Աստծո։ Ես իսկականից ուրախացա շատ, որ իմացա այստեղ ես ու մենք նախորդ պայմանավորվել ենք, որ հանդիպելու ենք անպայման եւ կարոտս կառնեմ եւ կշփվենք եւ նորությունները կիմանամ ընդհանրապես ինչ է կատարվում մարզական առումով սպորտային հաջողությունների, սպորտային կյանքի վերաբերյալ մեր թեման միայն սպորտն է, ուրիշ ոչ մի բանով չենք զբաղվում։ Ինչ հետաքրքիր ծրագիր կար։ Դու ինչ որ ծրագրով եք արել, ես հետո իմացա, ու ընդհանրապես կուզենամ համառոտ կամ ոնց կուզես ներկայացնես սպորտային կյանքը ոնց է ընթանում։ Արման ջան, փոխադարձ ուրախ եմ հանդիպման համար, համնայում, sense ջերմ ընդունելության համար։ Եկել էի միջոցառման, այդ միջոցառումը իրականացնում էր հայ վիրավոր հերոսներ հիմնադրամը։ Մեր ֆեդերացիան, Հայաստանի Հանրապետության Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան իր լեգենդներ մարզասրահով որ կա, այդ ֆոնդի միջոցով է գոյատևում, արդյունքներ գրանցում եւ այդ ֆոնդի շրջանակներում այստեղ հայ համայնքի հետ հանդիպում ունեցանք եւ նվիրատվություններ կատարեցին մեր ծրագրերի համար, մեր գաղափարների համար եւ ամենակարևորը ունեցանք լավ երեկո, հանդիպեցինք մեր հայերին եւ շատ սիրով լցված, ջերմությամբ լցված օր ունեցանք։ Շատ, ես չեմ իմացել, թե ճապամա ներկա կլինեի։ Իսկ մարզվում ես, մարզումները ոնց է։ 2024 թվականի պարալիմպիկ խաղերից հետո մինչ այսօր դեռ չեմ մարզվել, որովհետև ունեի միջև անգամ հիմա էլ ունեմ վնասվածք ունեմ։ Վնասվածք է ստացել։ Պատրվածք ունեմ ջլի, դեռ վերջնական չի վերականգնվել, բայց կարծում եմ առաջիկա արդեն օրերը, որ վերադառնամ Հայաստան, վերականգնողական մարզումներով սկսեմ աստիճանաբար ինձ հետ բերել։ Սպորտսմենի համար, մարզիկի համար ամենանշան վնասվածքը դա շատ մեծ տրագեդիա է, շատ մեծ խնդրեմ է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ առաջի հերթին վնասվածք չստանանք։ Նոր հետո հաջողությունների վաստենք։ Օրինակ, դեքոնը ավելի պրոֆեսիոնալ ես դու զբաղվում մրցումների, ավելի մեր աշխատանք օրինակ երբ որ ես մարզում եմ սովորական մարդկանց, որ իրանք նպատակ չունեն ինչ-որ մրցումների գնալու, առաջի հերթին փորձում ենք վնասվածքներից զերծ պահենք, որովհետև մարզասրահը միշտ ասում եմ, դա վտանգավոր գոտի է։ Վնասվածք ստանալը մարզասրահում շատ հեշտ է, դրա համար ցանկալի է որ ուշադիր, հուշող լինի, մարզիչ լինի, կողքից օգնող լինի, ինքը վտանգավոր գոտի է։ Ամեն ինչ անում ենք, որ վնասվածք չլինի, նոր դրանից հետո հաջողությունների մասին մտածում ենք։ Չէ, վնասվածքներից պիտի անպայման խուսափենք, հեռու մնանք։ Իսկ հիմա ինչ մարզաձև է, ես բասկամարտն եմ հիշում, բայց հետո լսում էի, որ նաև գունդ հրել դրանով զբաղվում։ Դե բասկամարտ սպորտաձևը Արման ջան դու լավ գիտես, որովհետև իմ վիրավորվելուց հետո 14 թվականին հենց առաջին հանդիպումը, որ իրականացրել ես, անմիջապես դու ես արել, սպորտային երեկո կազմակերպեցիր մեր ասատորով Սերգեյի հետ համատեղ եւ այդտեղ ծանոթացա Արտավազդ Նալբանդյանի հետ, ով ինձ մարզեց եւ բավական մեծ հաջողություններ գրանցեցի արմրեսլինգով, բասկամարտով, բազմիցս անգամ աշխարհի եւ Եվրոպայի հաղթող եմ ճանաչվել։ Վերջին 2 տարին 22 թվականից հետո ես փորձեցի պարալիմպիկ սպորտաձևով ուժերս փորձեմ եւ գնդի հրում սպորտաձև, ատլետիկայի ձև է դա եւ արմրեսլինգից գնդի հրում տարբերությունը շատ մեծ է, մկանախմբեր, որտեղ սա հրումը հիմնական մնաձգող մկանային խմբեր են աշխատում եւ տարիքս էլ արդեն 40 տարեկան ավել ու սկսեցի 2 տարվա մեջ բավական հաջողություններ գրանցեցի, Grand Prix աշխարհի հաղթող չեմպիոն դարձա եւ ամենակարևորը 24 թվականի Փարիզ պարալիմպիկ խաղերի այդ ուղեգիրը high performance-ը վաստակեցի, լրացրեցի շատ մեծ գործ է, շատ մեծ։ Իսկ դա 2 տարվա մեջ իրոք սենսացիոն արդյունք էր։ Պարալիմպիկ խաղերին մի փոքր վատ մասնակցեցի,
ինքը տեխնիկական sense կոպիտ սխալ կատարեցի։ Փորձի պակաս էլ կարա լինի, ինչ կա որ նաև կարծում եմ այդ մեր հայ համայնքի այդ vocation չող այդ զայներից բան կարող է նաև դա էլ sense խառնվում է իրար vocation չումը նաև հակառակ կարող ասել, որովհետև այդ հենարանը, որի վրայից գունդը մենք հրում ենք, լրիվ ուրիշ ուղղությամբ դրեցի եւ ես սովորաբար sense շեղանկյան տակ եմ գունդերում, ստիպված ոնց որ արդեն դիմաց հրեցի, լրիվ ուրիշ բան եւ մոտավորապես իմ արդյունքից 1 մետրից ավել պակաս հրեցի, 1.20 իսկ դրանից ամիսներ առաջ Մարաքեչի Grand Prix-ին 11.23 էի հրել, մարզումներում 11.40, 11.60, իսկ այդ օրը 10.40 հրեցի էլի։ Դա մեծ զույց է, ես որ հիմա լսում եմ, դա այն մի խնդիրն է, որ դա այնքան հեշտ լուծվող խնդիր է քո դեպքում, ընդհանրապես մտածելով ոչ մի բան չկա։ Նույնիսկ կարանք ուրախանանք, որ փորձես, դա ոչ մի բան է, ընդհանրապես ոչ մի բան է։ Իհարկե, մասնակցում ես, մարզում ես, ուզում ես հաջողություն ունենաս, բայց դա շատ նորմալ է։ Ընդհանրապես ընկճվելու բան չկա։ Ես օգտվելով արեցից եւ Սերգեյ Ասատուրովին եմ շատ սիրում, հարգում մեր ընկերներն են, շատ կարոտել եմ եւ Արտավազ Նալբանդյանին մի յուրահատուկ կերպով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ընդհանրապես ամեն ինչի համար, որ Արտո ջան դու կաս, մենք քեզ շատ սիրում հարգում ենք։ Արտավազը լավ մրցումներ է կազմակերպում նաեւ Strongman-ի գծով ու ես շնորհակալ եմ, որ մեր գործը շարունակում ես Արտո ջան, իսկականից շատ լավ ես այդ ամեն ինչը անում։ Շնորհակալություն կրկին անգամ։ Իսկ մոտակա վերականգնողական ես, որ լավանա խնդիր չունենանք, դու գունդ հրելն ես տեսնում։ Գունդ հրելով դեռ անելիք կա, որ չեմ արել, ոնց որ նաև ինձ մեղավոր զգացի ես մրցաշարում, որ ես իմ արածը չարեցի զուտ դրա համար։ Աստիճանաբար պետք է վերականգնվեմ եւ ամբողջ նպատակս նա է, որ պատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Ստեղալինելու։ Այո, ես ստեղալինելու եւ մեծ թմով գալու ենք։ Պետք է պատվով ներկայանամ, ճիշտ մարզումներ գրաֆիկ գծվի, այսինքն վնասվածքներից որ մաքսիմում զերծ մնա։ Իսկ կոնկրետ այդ գծով մասնագետ օգնող կամ մարզիչներ, ես տեղյակ չեմ, մերը չի։ Գնդի հրման մասնագետ Հայաստանում ունենք, բայց հաշմանդամային գունդը տարբերվում է բավականին, որովհետեւ կանգնած երբերում են ոտքից միջև, չգիտեմ, մատների վերջը աշխատում է, իսկ մենք նստած մեր նստատեղը պետք է այդ հենարանից չկտրվի, դա արդեն ֆոլ է համարվում եւ արդեն մկանախմբերը լրիվ փոխվում է աշխատանքը։ Գնդի քաշը ինչքան։ Մեր սպորտային դասակարգում հրողները 4 կիլոգրամ են հրում, 4 կիլոգրամ գունդ է։ Իսկ տարբերվում է պարալիմպիականը սովորականից քաշով գունդը 7 կիլոգրամ են, 7.200, սա 4 է։ Ուղղակի իրենք պտույտ են անում, այնց հավաքում են այդ արդյունքը լրիվ ուրիշ։ Լավ, պարալիմպիականում ինչքան է արդյունքը, ինչքան պիտի լինի։ Տեսեք, պարալիմպիկ խաղերում 11.89 երրորդ տեղ էր, իսկ ես 11.60-70 մարզումներից հրում էի։ 11.23 մի քանի ամիս առաջ Մարաքեշում էի հրել։ Բավականին մոտ էի, հաշված սանտիմների էլի խնդիր էր այդտեղ։ Հաղթողը 12.40-ի սահմաններում է։ Եթե ամեն ինչ լավ լինի ինձ մոտ, պետք է շատ մոտիկ է, այտենց հեռու չի, որովհետև այդ նույն մարզիկները ամեն մեկը երևի 2-3 խաղեր մասնակցած էին, այսինքն 10 քանի տարվա փորձ։ Շատ են մասնակցել։ Բավականին շատ են։ Հետաքրքիր։ Պարալիմպիկ խաղերին այդ իրավունք վաստակածներն են միայն գալի, բնական է շատ չեն լինում, այտենց 10-12 հոգի, բայց միջև այդ հասնելը, որ վերցնում ենք տարվա արդյունքները, 80-ից 100 մասնակիցներ լինում են ոնց որ զտվում գալիս են հավաքումները։ Մեծ թիվ է, Սարգիս ջան։ Գիտես, որ ես քո մասին դա շատ եմ պատմել, TV-ով եմ ասել, երևի տեսել ես ու որ իմացան, ստեղ ես եկել ես, դե բոլորն էլ ուզում են, էլի, շփվեն, քեզ տեսնեն, բայց ժամանակ չունես։ Հիմա գոնե ես շատ ուզում եմ հարմարացնել, գոնե ես միջև քո գնալը մի հատ այդ մեր ներքևի ջիմներ գնանք, այդ գոլֆ ջիմը գնանք, մի հատ մարզում անցկացնենք։ Ես կուզենամ այդ մարզասրահը քեզ անպայման ցույց տամ։ Համ դե որ ժամանակը շատ լիներ, բոլոր մարզասրահները ցույց կտայի ընդհանուր պատկերացում ունենալու համար, բայց այդ մի ջիմը դու որ տեսնես, արդեն կարող ես հաշվել, որ բոլորը տեսել ես, ասենց համախմբած ամեն ինչը միտեղ։
ինքը տենց իսկականից այ ձեր մարզասրահի անվան համահունչ լեգենդար ինքը իսկականից մի հատ մարզասրահ է։ Սարգիս ջան, տես դու շատ հարցազրույցներ ես տվել, բայց կոնկրետ մերը սպորտային զրույցը, որ ինձ էլ հաճելի, քեզ էլ է շատ հաճելի։ Ես կուզենամ ավարտենք երկու խոսքով ինչ կմաղթես մեզտեղ գտնվող եւ հայերին եւ մարզվողներին։ Ավարտենք։ Ես նախ առաջինը մեր հայությանը բոլորին ողջունում եմ, բոլորին շնորհակալ եմ, հայ լինելը արդեն պատիվ է, կցանկանայի ավելի շատ հայրենիքի կողքի լինեին, պինդ պահեին, առավել եւս այս օրերին մեր հայրենիքը դրա կարոտն ու կարիքը ունի։ Իսկ մարզվողներին թող խելացի գտնվեն, ավելի խելացի մարզումներ իրականացնեն, որովհետեւ առողջությունից թանկ բան չկա, իրենց առողջությունը վերականգնեն, իսկ մեծ սպորտի մարզիկներին միայն ու միայն հաղթանակներ, որովհետեւ պետք է։ Պետք է, շնորհակալություն։ Ես մի անգամ չի, շատ անգամ եմ ասել, որ դե հարցնում են Արման ջան, դե հանդիպում եմ, ես սիրում եմ գնամ շփվեմ ուժեղ մարդկանց, պրոֆեսիոնալների սպորտի գծով, թե բոդիբիլդեր լինի, թե եռամարտի չեմպիոն լինի, հաճելի է Շվարցենեգերին տեսնես, շփվես, ու էլի ես TV-ով եմ ասել, ասում են ով ամենաուժեղ մարդը որ հանդիպել ես էլի քո կյանքում, ասում եմ ես շատերն եմ հանդիպել, իսկականից որ ուժեղ մարդիկ, չեմպիոն, շատ ուժեղ մարդիկ, ֆիզիկապես շատ ուժեղ մարդիկ, բայց այդ ամենաուժեղից հետո սենց մի ահագին տեղ ասել եմ, որ չկա ոչ մեկ, ու ամենավերևում իմ համար Սարգիսն է Ստեփանյան, որովհետև ուժը միայն բացի այդ, նաև ներքին ուժ պիտի լինի, իմ համար այս մարդը ամենաուժեղ մարդն է, ում որ ես ընդհանրապես տեսել եմ, ու չգիտեմ կտեսնեմ թե չեմ տեսնի։ Սարգիս ջան, շնորհակալություն, որ դու կաս ընդհանրապես, շնորհակալություն, որ ես իրավունք ունեմ, ասեմ, դու իմ ընկերն ես, ինձ համար դա արդեն մեծ բան է։ Ամեն ինչ համար շնորհակալություն, ես հույսով եմ կհարմարացնենք մի քանի այս երկու օրը մի հատ այդ ջիմը գնանք ու տեսնենք։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Արման ջան, սիրով կգնանք։ Շնորհակալություն։